Երկրում փողի գինը ճշտելիս սեզոնային միրգ բանջարեղենի գնաճը, աշխատավարձերի հարցն ու տեղական այլ գործոններ այս անգամ զիջել են որոշիչ դիրքը, քանի որ աշխարհում մի կողմից մեր հարևանությամբ թեժանում է իրանա-իսրայելական հակամարտությունը, մյուսից խորանում է ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող անորոշությունը։ Այդ ամենն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, հնարավոր ռիսկերն ու կանխատեսումներն իմի բերելու ներառել են վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական ճշգրտման նպատակով քննարկվող երկու սցենարում էլ, վստահեցնում են Կենտրոնական բանկից։ Ատիպի ռիսկերը ավելացել են, իսկ ատիպի ռիսկերը հենց այն ռիսկերն են, երբ որ Կենտրոնական բանկը ըստ էության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի է կանխատեսում, քան շուկան։ Աշխարհաքաղաքական նոր հակամարտությունը կարող է խափանել ապրանքային մատակարարումների ամբողջ շղթան, բայց քանի դեռ ժամ-առ-ժամ իրավիճակ է փոխվում, ֆինանսիստները փորձում են առայժմ չկենտրոնանալ վատատեսական հեռանկարի վրա, թեպետ դրանց մասին չմտածել էլ չեն կարող։ Եթե տեղի ունենա մի իրավիճակ, որ ենթադրենք պատերազմը անցնի ավելի ակտիվ, ավելի խորքային ֆազայի կամ երկարի հակամարտությունը, այդ պարագայում ընդհանուր տարածաշրջանը դառնում ավելի ռիսկային։ Մենք այդտեղ խնդիր ենք ունենում ապրանքների առաջարկի կողմից եկող ապրանքների արժեշղթաների խաթարման հետ։ Երկրորդը դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ արտաքին պահանջարկի վրա տուրիստական հոսքերի տեսանկյունից։ Երրորդը դա կարող է ընդհանուր ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի ռիսկ պրեմիայի կամ ռիսկի հավելավճարի տեսանկյունից, այսինքն այստեղ մի փունջ ատիպի ռիսկեր կան։ B տիպի սցենարի հիմքում արտաքին պահանջարկի ճշգրտման պատճառով տնտեսության առանձին ճյուղերի անհամաչափ կրճատումն է ու տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղին, ներկայացրեց Մարտին Գալստյանը։ Ասաց, արձանագրելով A խմբի ռիսկերի ավելացումը, խորհուրդը որոշել է ներկա շրջափուլում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ստեղծված իրավիճակում միջազգային ներդրողները հնարավոր է արդյոք փոխեն վերաբերմունքը մեր տարածաշրջանի նկատմամբ լրագրողի հարցին պատասխանեց։ Միակ բանը, ինչի վրա մենք պիտի շեշտադրում անենք ու շարունակաբար մեր գործընկերներին, մեր ներդրողներին դրա մասին խոսենք ու տեղեկացնենք, դա այն է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անցնելով բազում մարտահրավերների միջով վերջին տարիների ընթացքում կարողացել է դիմակայել ու մենք ոչ մի կերպ չենք վտանգել մակրոտնտեսական կայունությունը։ Ցնցումների նկատմամբ բանկային համակարգի դիմակայությունը գլխավոր դրամատունն ավելի վաղ էր բարձրացրել 150 միլիարդը գերազանցող կապիտալի հակացիկլիկ բուֆերներ կան ձևավորած։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին մեր տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցող զբոսաշրջային հոսքերին, մայիսին Ռուսաստանից եկողների որոշակի աճ է եղել նախորդ ամիսների կրճատումից հետո, իդեպ տուրիստական այցերի քարտեզում նոր փոփոխություններ են նկատվում։ Մենք նաև նայեցինք, որ ունենք մի քանի ուղղություններ, օրինակ Չինաստան, Կորեա, Ճապոնիա, արաբական երկրներ, որոնք փոքր են իրենց ծավալներով, կշիռներով, բայց իրանց աճի տեմպը բավականին բարձր է։ Այսինքն այդտեղ մենք կարող ենք հուսամ ունենալ մի իրավիճակ, որտեղ նաև կլինի որոշակի կառուցվածքային փոփոխություն ժամանողների մեջ։ Դրամավարկային քաղաքականության օրվա որոշման մեջ գրված է մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում մեր ֆինանսական շուկայի մասնակիցները ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը, սահմանելով այն 6.25% մակարդակի շուրջ։ Ներկա իրավիճակում ու այս նիստում այն մնաց անփոփոխ 6.75%։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։